Տիրոջ խոսքը այսօր մեզ գալիս է Փիլիպպեցիներին ուղղված նամակից 3-րդ գլուխ առաջին 6 համարները։ Եվ այսօրվա պատգամը վերնագրված է այսպես. արդարությունը գործերով։ Գործերով արդարություն։ Տեր Հիսուս Քրիստոսի 3 տարվա երկրի վրա ապրած օրերի մեջ մի երիտասարդ մոտեցավ նրան եւ ասեց. բարի վարդապետ, ինչ անեմ, ինչ արարք անեմ, որպեսզի հավիտենական կյանք ունենամ։ Այս հարցումը արդեն իսկ ասում է, որ այդ անձը կասկածներ ուներ, հարցեր ուներ, մտահոգություններ ուներ, իր մտքում վստահություն չուներ, որ իր ընթացքն ու կյանքը արդյոք պիտի արժանացնի իրեն, որ ինքը հավիտենականություն մտնի։ Ինչ էր Հիսուսի պատասխանը։ Օրենքում ինչ է գրված, եւ 10 պատվիրաններից իրեն հիշեցնում է, եւ ի պատասխան Հիսուսի տված ուղեցույցին այս երիտասարդը կամ պատանին ասում է. մանկությունից ի վերը դրանք պահում եմ։ Հավանաբար մեր կյանքում էլ, մեր ընթացքում էլ, մենք մեր մտքում երբեմն մտածում ենք, որ ինչ-որ բաներ պիտի անենք, որպեսզի արժանանանք Աստծո ողորմությանը, շնորհին, արքայությանը։ Եկեք լսենք Աստծո խոսքը այսօրվա համար։ Փիլիպպեցիներին ուղղված նամակ 3-րդ գլուխ առաջին 6 համարները։ Լսեցեք Աստծո խոսքը ամենայն երկյուղացությամբ։ Այսուհետև իմ եղբայրներ, Տիրոջով ուրախ եղեք։ Միևնույն բաները ձեզ գրել ինձ համար ձանձրույթ չէ, բայց ձեզ համար ապահովություն է։ Զգուշացեք շներից, զգուշացեք չար մշակներից, զգուշացեք թլպատությունից, որովհետև թլպատությունը մենք ենք, որ հոգով պաշտում ենք Աստծուն եւ պարծենում ենք Հիսուս Քրիստոսով ու մարմնի վրա վստահություն չունենք։ Թեև ես մարմնի վրա նույնպես վստահություն ունեմ, եթե մեկ ուրիշը կարծի, թե կարող է մարմնին վստահել, ես առավել ևս, լինելով 8-րդ օրը թլպատված, Իսրայելի ազգից, Բենյամինի ցեղից, Եբրայեցի ծնողներից Եբրայեցի, ըստ օրենքի փարիսեցի։ Նախանձախնդրությամբ հալածում էի եկեղեցին, ինչ վերաբերվում է արդարությանը, որ բխում է օրենքից, անարատ էի։ Ամեն Աստծո խոսքին։ Ձեր մտքում երբեք թող տեղ չունենա այս գաղափարը։ Գիտեք ինչու եմ այսպես հասցեական ասում, որտեղ մեր հայ ժողովրդի ենթագիտակցության մեջ դրված է. մենք ծնունդով քրիստոնյա ենք, մենք ի ծնե քրիստոնյա ենք, մենք Աստծո ժառանգությունն ենք, մենք Աստծո ընտրված ցեղն ենք, ազգն ենք, առաջին քրիստոնյաներս ենք, որ ընդունեցինք քրիստոնեությունը, առաջին ժողովուրդն ենք, որ դարձանք քրիստոնյա եւ հպարտանում ենք։ Մեր շուրջը եղող մարդիկ այսօր, մեր ընտանիքի մեջ, մեր ընկերները, մեր հարազատներն ու մեր բարեկամները այստեղ չեն մեկ պատճառով, որովհետև ուրիշ կարճելիք բաներ կան։ Արարքներ կան, որ իրենց համոզման մեջ դրված է, որ դրանք անելով ես բավարարում եմ Աստծո պահանջները եւ ուրիշ ավելիով գործ անելու կարիք չունեմ։ Վստահ եմ դուք այստեղ չեք այդ համոզումով, որ եկեղեցի գալով փրկություն պիտի ունենաք։
Եկեղեցի չես գալիս փրկություն ունենալու համար։ Եկեղեցում ես, քանի որ փրկված ես։ Այս համոզումը եւ այս գիտակցումը գալիս է Աստծո խոսքից։ Այս համոզումն ու այս գիտակցումը գալիս է Աստծո խոսքից եւ այդ խոսքի վրա հենված ընթացքից։ Առաքյալն այս երրորդ գլուխը սկսում է հետաքրքրական ձևով, ասում է այսուհետև իմ եղբայրներ, Տիրոջ մեջ ուրախ եղեք։ Գիտեք, այս նամակի հիմնական հոգին եկեղեցուն հրավիրելն է, քաշելն է, կանչելն է, համոզելն է, որ եկեղեցին լինի մեկ շունչ, մեկ մտածում, միաբան, մեկ նպատակի համար։ Այս սեղանը լավագույն ձևով ցույց է տալիս մեր իրար հետ կապը։ Կենտրոնում Տիրոջ սեղանն է, կենտրոնում Տերն է, մենք կանչված ենք միաբանությամբ, որպես ամուր շղթա, կանգնելու կողք կողքի, կանգնելու ձեռք ձեռքի և մեր կենտրոնացումը պահելու Տիրոջ վրա։ Առաքյալն ասում է ուրախ եղեք Տիրոջմով, այսուհետևը նշանակում է սրանից հետոից առաջ առաքյալը բավական բաներ խոսեց, մինչև երրորդ գլուխ, և ցույց տվեց, ինչ է նշանակում քրիստոսանման կյանքն ու ընթացքը։ Բերելով Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը որպես բարձրագույն օրինակ, բայց նաև հասկանալով, որ շատերը կարող են էքսքյուզ ունենալ և ասել, պատրվակ փնտրել, ասելով, որ դա Տերն էր, մենք չենք կարող։ Առաքյալը բերում է երկու գործակից ծառայողների օրինակները, որ կարելի է ապրել Քրիստոսի նման։ Եվ հիմա այս հատվածից սկսած առաքյալը նոր էջ է բացում և հող է պատրաստում իր անձնական օրինակի համար։ Թե ինքը ինչեր թողեց, ինչ արարքներից հրաժարվեց, ինչ գործերից ինքն իրեն զրկեց, որպեսզի ամբողջությամբ տրվի Քրիստոսի շնորհին։ Բայց մինչ այդ իր խոսքի մեջ փորձում է եկեղեցուն հորդորներ տալ և զգուշացնել։ Այս նամակը ուրախության նամակ է, քանի անգամ ասել եմ սա և քանի անգամ կրկնել, բայց այս ուրախությունը ժպտալու մասին չէ, ուրախ կյանք ունենալու մասին չէ, ապահով կյանք ունենալու մասին չէ։ Այս ուրախությունը կապված չի իրերի, իրավիճակների, հանգամանքների հետ։ Առաքյալը, երբ որ գրում էր այս նամակը, ասել եմ, բայց դարձյալ պիտի կրկնեմ, գրում էր բանտից, անորոշության մեջ, ապագայի հանդեպ անհստակ անորոշության մեջ։ Առաքյալը գրում է մի եկեղեցու, ով դժվարությունների մեջ էր, հալածանքների մեջ, զրկանքների մեջ։ Դրա համար արտաքին թշնամուն դիմակայելու համար առաքյալն ասում է միաբանվեք և պատերազմակից եղեք, իրար հետ կանգնեցեք և դիմացը ունեցեք թշնամին, ոչ թե միմյանց։ Եվ այնուհետև ասում է Տիրոջմով, ի Տեր ուրախ եղեք։ Մինչև այս գլուխը և այս համարը առաքյալը բավական խոսեց ուրախության մասին։ Առաքյալը ուրախ էր, որ եկեղեցին առաջին օրից մինչև հիմա հավատարիմ է, հաղորդակից է ավետարանին։ Առաքյալը ուրախ էր, որ առաջին գլխում են կարդում Քրիստոսն է քարոզվում, նույնիսկ սխալ շարժառիթներով, բայց այս ուրախությունը և այս փորձառությունը առաքյալն ուզում է, որ ամեն մեկս ունենանք, ուրախանալ Տիրոջ մեջ։ Հարուստ պատանին հակառակ, որ Աստծո տան մեջ էր, որտեղ օրենքները մանկությունից ի վեր գիտեր, հարուստ պատանին հակառակ, որ մեծացել էր, գործադրելով այդ ամենը, բայց այդ ուրախությունը չուներ։ Դուք հիմա Աստծո տան մեջ եք, պատերը չեն, Տիրոջ Քրիստոսի մարմնին մաս եք կազմում,
Բոլոր նրանք, ովքեր Տեր Հիսուս Քրիստոսը անձնապես ճանաչել են, ընդունել են, վստահել են, իրենից կառչած են ապրում։ Թիվ 1. Տեսանելի շոշափելի աբացույց քո փրկության ուրախությունն է, Տիրոջ մեջ ուրախությունը։ Եվ դա վեր է դեմքիդ ունեցած ժպիտից, ցնծալուց, ցատկելուց, դա վեր է բոլոր այն տեսանելի ու շոշափելի արարքներից, որ կփաստեն, որ դու ուրախ ես։ Ուրախանալ իտեր նշանակում է խորապես համոզում ունենալ, որ Տերը, Արարիչը, նաև փրկիչ է։ Տերը, Արարիչը հանուն իմ մեղքերի եկավ այս աշխարհ, որբեսի այսօր ես իր հետ անհատապես հաղորդակցության ու կապի մեջ լինեմ։ Սրանից ավելի մեծ վստահություն, համոզում, երաշխիք, ապահովություն չկա այս աշխարհում։ Իրերն ու իրավիճակները կարող են փոխվել, հանգամանքները կարող են փոխվել, լավանալ կամ վատթարանալ, շտկվել կամ ճիշտ հակառակ ընթացքով գնալ, բայց ես գիտեմ ում եմ հավատացել, ես գիտեմ ում եմ վստահել, ես գիտեմ ում ձեռքն եմ բռնել ու կառչած մնում։ Այս նամակում առաքյալը եկեղեցուն վստահեցնում է Աստված հավատարիմ է և պիտի պահի մինչև Քրիստոսի օրը, պիտի պահի և կանգնեցնի իր ուզածի պես, իր ծրագրածի պես, իր կամքի համաձայն և իր փառքի համար։ Այս նախադասությունը միշտ ինձ հարցադրումի առաջ է կանգնացրել, նայեցեք ինչ է ասում առաքյալը։ Միևնույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրույթ չէ։ Փորձի հովիվը մի քանի կիրակի նույն մտքերը արտահայտի, նույն շեշտադրումները տա, էլ չեմ ասում նույն քարոզը տա, ժողովուրդը կամաց կսկսի ասելու, որ ես մեր հովիվը ծույլ է, չի աշխատում, չի պատրաստվում, ամբողջ շաբաթ անելիքն ինչ է, որ մի հատ քարոզ էլ չի պատրաստում կիրակի օրվա համար։ Ծիծաղում ենք։ Եկեք ուրեմն ծիծաղով էլ շարունակենք։ Մի նոր ընտրված հովիվ, սրա մասին կարծեմ խոսել եմ։ Նոր է եկեղեցին ստանձնել, համաձայնում է, որ փորձառական շրջան պիտի անցնի, ուրեմն քարոզներ պիտի տա, որ ժողովուրդը հավանի կամ չհավանի։ Առաջի կիրակին քարոզում է, բոլորը ուրախ են, գոհ են։ Երկրորդ կիրակին նույն հատվածը, նույն քարոզն է տալիս։ Կեսը ուրախ են, կեսը սկսում են արդեն տագնապել, ինչ է կատարվում։ Երրորդ կիրակին դարձյալ նույն հատվածը, նույն քարոզն է տալիս, նույն շեշտադրումներով առանց մեկ բառ փոխելու, ամբողջ եկեղեցին է տակնու վրա լինում արդեն։ Հիշողության հարց ունի ես հովիվը։ Ինչ խնդիր ունի ես հովիվը։ Ինչ է պատահել տեսնես։ Չորրորդ կիրակին այլևս չեն դիմանում մարդիկ, քարոզը դեռ չսկսած մոտենում են հովվին, որ հուսանք ուրիշ բան ես քարոզելու, ոչ ասում է։ Ինչպես կբացատրես։ Խոսքը լսողներ մի եղեք, խոսքը կատարողներ եղեք։ Աստծո ծառան, ով ստանձնում է բեմը, կանչված է օգնելու, հիշեցնելու, քաջալերելու, որ եկեղեցին կանչված է ապրելու խոսքը եւ ոչ թե միայն լսելու եւ անցնելու։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ քանի դեռ մենք խոսքը չենք գործադրում, մենք չենք կարող առաջ գնալ միասին։ Քանի դեռ մենք խոսքը կյանքի չենք կոչում, առաքյալն ասում է, ինձ համար ձանձրույթ չի կրկնելը, հիշեցնելը, հորդորելը, ասելը, բայց ձեզ համար, նայեցեք ինչ բառ է գործածում, ապահովություն է, ապահովություն է։ Այս բառը ձեզ ծանոթ կլինի, որտեվ օճառ կա, որ վաճառվում է, safeguard, ճիշտ այս բառն է, թարգմանաբար։
ձեզ պաշտպանությունը, ապահովությունը, ձեզ ձեր եւ ձեր շուրջը ստեղծող միջավայրը, որովհետեւ դուք կարողանաք այդ հիշեցրած խոսքերի մեջ ու խոսքերի միջոցով սահուն, հաստատուն, հավատարիմ ընթացքի մեջ մնաք։ Այս ամենը ասում եմ, որովհետեւ որևիցե մեկս մեր կյանքի որևիցե մի փուլում նորահավատ ես, առաջին անգամ ես եկել, հավատքի կյանքի մեջ բավական բարձրացել ես, չլինի թե մի օր մտածես, որ որևէ արժանիքով, արարքով կամ գործով կարող ես երկինք մտնել։ Երկրորդ համարից սկսած առաքյալը զգուշացումների մի տեղատարապ, անձրև է իջեցնում եկեղեցու վրա, թրջելու իրենց ուղեղը և թարմացնելու իրենց հիշողությունը և զգուշացնելու, զգուշացեք շներից, զգուշացեք չար մշակներից, զգուշացեք խեղումից կամ թլպատությունից։ Ինչ է սա։ Ավետարանը, Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը զուրկ է, հեռու է, ոչ մի կապ չունի մարդ արարածի հետ։ Ավետարանը Աստծո ծրագիրն է, Աստծո նվերն է, Աստծո պարգևն է, մեզանից յուրաքանչյուրին։ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով մեկ անգամ եւ ընդմիշտ յուրաքանչյուրիս համար, ովքեր իրենց հայացքը ուղում են եւ փնտրում են եւ փափագում են Տերը տեսնել, ինչպես որ երգեցինք, Աստված բացում է այդ աչքերը եւ օգնում է, որբեսի մեր հայացքը պահենք Քրիստոսի վրա։ Ավետարանը Աստծո նախաձեռնությունն է, Աստծո գործն է, առանց մարդկային միջամտության։ Բայց այդ ավետարանը ակնկալում է, ենթադրում է նվիրում եւ հնազանդ կյանք։ Ավետարանը կիսատ է դառնում անձի կյանքում, եթե Աստծո գործը կա, բայց դրան որպես արձագանք հնազանդություն չկա, համապատասխան կյանք չկա։ Առաքյալը հորդորում է, որ զգուշ մնանք շներից։ Շատ զարմանալի արտահայտություն է, բայց մեր ագանջների համար, բայց ոչ իր օրերի համար։ Բարեպաշտ հրեաները, որ մինչ օրս հուդայիզմը ապրում եւ գործում եւ սպասում է Մեսիային, բարեպաշտ հրեաները իրենց առանձնացնում էին մնացած բոլոր ժողովուրդներից եւ բոլոր հեթանոսներին անվանում էին այս բառով շուն։ Դրա մի քիչ փափուկ ձևը Հիսուս օգտագործեց, երբ որ փյունիկացի կինը մոտեցավ եւ բժշկություն էր խնդրում իր աղջկա համար։ Այնտեղ գործածված շունը ավելի տնային շան մասին է, տան շան մասին է։ Այստեղ գործածված շուն բառը վայրի, վայրակ, աղբամանների մեջ պտտող, վտանգավոր, որ կարող են ամեն անկյունից նույնիսկ հարձակվել մարդկանց վրա։ Նման շան մասին է խոսքը գնում։ Եվ առաքյալն ասում է զգուշացեք շներից, ինչ նկատի ունի։ Զգուշացեք այն բոլոր մարդկանցից, ովքեր փորձում են ավետարանի վրա այլ բան ավելացնել։ Եվ հետաքրքրական է, որ Պողոս հրեա լինելով, նախկին շուն ասող լինելով, շուն է անվանում հուդայականներին, հրեաներին, բոլոր նրանց, ովքեր փորձում են Քրիստոսի ավետարանի վրա որևէ բան ավելացնել։ Եվ զգուշացնում եկեղեցուն ասելով զգուշ մնացեք, հեռու մնացեք, կապ մի ունեցեք, խորշեք, փախեք։ Ինչ էին այնում այս շները, գիտեք, երբ որ մաքրամաքուր ավետարանը ընդունվում էր եկեղեցու կողմից,
եւ Բողոս թողնում էր եւ այլ քաղաք էր գնում, այս շները հաչելով գալիս մտնում էին եկեղեցի եւ սկսում ուրիշ բան սովորեցնել, ուրիշ բան քարոզել, ուրիշ բան ավելացնել ավետարանին։ Եվ այդ ուրիշ բանը առաջի դարում հրեական օրենքն էր. սա պիտի անեք, սա պիտի անեք, սա պիտի անեք, որբեսի ձեր փրկությունը ամբողջական լինի։ Զգուշացեք չար մշակներից։ Նույն խմբին հասցեական առաքյալը կոչ է անում զգուշանալու չար մշակներից, ովքեր սովորեցնում էին, որ մեղավորը փրկվում է հավատքով եւ օրենքը գործադրելով։ Մեղավորը փրկվում է հավատքով, բայց պետք ունի, կարիք ունի իր մասնակցությունը, իր միջամտությունը, իր ձեռագիրը դնելու։ Դրա համար առաքյալը իր գրեթե բոլոր նամակներում Աստծո շնորհը ծրիաբար, Աստծո շնորհը որպես պարգև, Աստծո շնորհը որպես միակ ավետարանը ներկայագրող, ներկայացնող հիմք եւ հենք սովորեցնում, հորդորում եւ քաջալերում է։ Զգուշացեք խեղումից կամ թլպատությունից։ Գիտեք, որ հին աշխարհում միայն հրեաները չէին, որ այս սովորությունն ունեին։ Հրեաներին տրվեց սա որպես տեսանելի նշան, որ իրենք պետք է կտրվեն եւ առանձնանան, որ իրենք պետք է Աստծո համար առանձնացված ուխտի մեջ օրինակ լինեն մյուս բոլոր ազգերին, լույս լինեն մյուս բոլոր ազգերին, հրավիրեն մյուս բոլոր ազգերին դեպի ճշմարիտ ու կենդանի Աստված։ Առաքյալն ասում է. զգուշ մնացեք բոլոր նրանցից, ովքեր փորձում են հավատքի վրա այլ տեսանելի, զգացական, ֆիզիկական բաներ ավելացնելու։ Մենք այսօր առաջի դարում չենք ապրում։ Միգուցե այդ օրենքները այսօր գործնականում կիրառելի, պարտադրված չեն եւ եկեղեցիներում չկան նման շներ, որ մտնեն ու սկսեն նման բաներ հաչալ։ Բայց ձեզ վստահեցնում եմ, հաչացողներ կան։ Հաչացողներ կան, որոնք բառամթերքը փոխված նույն մոտեցումով փորձում են ավետարանի վրա մեկ այլ ավետարան ավելացնել։ Ձեր զգացմունքները մտցնելով, ձեր մտքերն ու գաղափարներն ու համոզումները դնելով ավետարանի վրա, ձեր անձնական կարծիքները հաշվի առնելով եւ ներքաշելով այդ ավետարանի վրա, ձեր փափագներն ու երազները, ձեր փնտրած բաները։ Առաքյալն ասում է զգուշ մնացեք բոլոր տեսակ խեղումից, խեղում գիտեք ինչ է նշանակում, շեղվածությունից, զգուշ մնացեք։ Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը լիարժեք եւ ամբողջական է։ Արդարությունը գործերով խեղաթյուրում է, շեղում է, խեղում է, կտրում է Աստծո հետ մեր ունեցած կապը, հաղորդակցությունը, ջերմությունը, մտերմությունը, հեռացնում է եւ մեզ դարձնում թշնամի Աստծուն։ Առաքյալը կոչ է անում, որբեսի մենք անդրադառնանք, դառնանք ու հասկանանք, որ մենք տեսանելի, ֆիզիկական արարքների, գործերի կարիք չունենք։ Տեր Հիսուս Քրիստոսով մենք այլևս հոգևոր թլպատություն ունենք, որ նշանակում է առանձնացված, մաքրված եւ պիտանի անոթ որպես գործածվելու Աստծո փառքի համար։ Եվ նայեցեք ինչ հետաքրքրական ձևով նշաններ է ցույց տալիս, թե ինչ է նշանակում համոզում ունենալ, որ փրկված ես, որ Տեր Հիսուս Քրիստոսով ապրում ու գործում ես մեկ նպատակի համար, իր անվան փառքի համար։
Նայեցեք ինչ է ասում։ Որովհետև երրորդ համար թլպատությունը մենք ենք, թիվ 1 հոգով պաշտում ենք Աստծուն։ Բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն եւ մի օր կգանգնեն ու կասեն, որ ես Աստծո հոգին ունեմ, բայց դու չունես։ Եվ որպեսզի Աստծո հոգին ունենաս, այս բաները պիտի անես, այսօր Աստծո խոսքի վրա հենված ասում եմ ձեզ։ Չկա մեկը, որ Աստծուն հայր ասի առանց Սուրբ Հոգու։ Չկա մեկը, որ կարողանա Աստծուն գա, եթե հոգին իրեն չքաշի, չկանչի, չներքաշի, չբարձրացնի, իր շունչը չփչի եւ կենթանացնի այդ մարդուն։ Առանց Աստծո հոգու անկարելի է, որ մենք ճանաչենք Աստծուն։ Առանց Աստծո հոգու անկարելի է, որ մենք ճանաչենք խոսքը։ Առանց Աստծո հոգու անկարելի է, որ ես կանգնեմ եւ իմ փառաբանությունս, իմ սրտիս աղոթքը, երգը, աղերսը, խնդրանքը ներկայացնեմ Աստծո առաջ։ Թլպատությունը մենք ենք, որ հոգով ենք պաշտում Աստծուն։ Հոգով պաշտել Աստծուն հավասար է այն ինչ որ Տեր Հիսուս սովորեցրեց Հովհաննեսի ավետարանում։ Ճշմարիտ երկրպագողները երկրպագում են Աստծուն հոգով եւ ճշմարտությամբ։ Հոգով եւ ճշմարտությամբ։ Առանց հոգու չի կարող ճշմարտություն լինել։ Առանց հոգու չի կարող երկրպագություն լինել։ Առանց հոգու անհնար է, որ ես գամ դեպի Աստված, փնտրեմ կամ փափագեմ տեսնել Աստծուն։ Քիչ առաջ երկված երգը ճիշտ տեղին էր։ Ճանապարհ ինձ տվեք։ Մի խանգարեք մարդիկ ձեր համոզումներով, կարծիքներով, գաղափարներով, ուսուցումներով։ Ես ուզում եմ տեսնել Հիսուսին։ Ես ուզում եմ տեսնել Հիսուսին իր խոսքի մեջ ու խոսքի միջոցով, իր հոգու հետ եւ իր հոգու միջոցով։ Ուրիշ բան չեմ փնտրում, ուրիշ բան չեմ փափագում։ Երկրորդ բանը պարծանք Հիսուս Քրիստոսով։ Պարծենալ Հիսուս Քրիստոսով, Հիսուս Քրիստոսում, Հիսուս Քրիստոսի համար։ Որքան եմ տեսել եկեղեցական կյանքի մեջ, մարդիկ նեղվում են, մարդիկ հեռանում են, մարդիկ զայրանում են, եթե ծառայության մեջ, հոգևոր հավաքական կյանքի մեջ հանկարծ իրենց անունը չես տալիս։ Հանկարծ տեղնեկած տեղը իրենց պետք եղած գնահատականը, արժեքը, նշանակությունը չես տալիս։ Եկեղեցին մեր մասին չէ։ Եկեղեցին իմ մասին չէ, քո մասին չէ։ Եկեղեցին Աստծո մասին է։ Գիտեք այս արտահայտությունը վարագույրի ետևում ամենափնտրված, փափագած, Աստծո աչքի համար տեսանելի, Աստծո համար գնահատելի կյանքն ու ընթացքն է վարագույրի ետևում։ Ոչ թե ես, այլ դու, ոչ թե իմը, այլ քոնը, ոչ թե իմ անունը, այլ քո անունը։ Պարծենալ Հիսուս Քրիստոսով։ Մեր պարծանքը, եթե պիտի միտեղ հրճակեմ, հայտարարեմ, խոսեմ, բարձրաձայնեմ, միմիայն նրա մասին, միմիայն նրա գործերի մասին, միմիայն նրա արածների մասին, բայց ոչ իմ ձեռքբերումների, իմ ավանդի, իմ ունեցած հաջողությունների մասին։ Քավլիցի։ Առաքյալը շարունակում է ասելով, եւ մարմնի վրա վստահություն չունենք։ Երբ որ ասում եմ մարմին, եւ առհասարակ այստեղ եւ մանավանդ հռոմեացիներին ուղղված նամակի մեջ, առաքյալը շատ է օգտագործում այս բառը։ Մարմինը մեղսական, մեղավոր,
Աստծուն չփնտրող, իր եսը փնտրող, իր եսից կարճած եւ իր ցանկություններն ու փափագները իրականացնելու մղումով շարժվող մարդն է։ Հին մարդը, մեղավոր մարդը, մարդն առանց Աստծո։ Առաքյալն ասում է, որ Աստծո վրա վստահություն ունեցող մեկը, փրկված անձը իրենը չի փնտրում։ Իրենը չի փնտրում։ Եվ 4-րդ համարից սկսած սկսում է իր օրինակի մասին խոսել։ Եթե ձեր մեջ մեկը գա, որ պիտի իր մարմնին վստահի, եթե ձեր մեջ մեկը գա, որ կարող է բարձենալ իրով լինելով, դա ես եմ ասում է։ Բայց ես պիտի տեսնեք հաջորդ քարոզաշարքում, բայց ես այդ ամենը աղբ եմ համարում։ Թափվելիք աղբ, առ ոչինչ հանուն Քրիստոսի։